Հանրությանն այդպես է դուք բարձրաբանում չներկայացրեցիք, հա, Հայաստանում քաղաքապետարանը լինել չլինելու վերաբերյալ։ Ի վերջո մի քանի մի բերք ինձ թվում է ուսումնասիրություններ կատարած լինենք։ Այդ մասով ես արդեն պատասխանելու հնարավորություն ունեցել եմ եւ կոնկրետ գործի հետ կապված ես ասել եմ դա դատական քննության փուլում է, ինչ վերաբերում է քաղաքապետարան կոնկրետ հասկացությանը, ես այս պահի դրությամբ նման պնդում անելու հիմք չունեմ իրավական։ Եվ խոսքը դրա վրա է, որովհետև գործերը, որոնց վերաբերյալ դուք հարցնում եք, դրանք կամ քննության փուլում են եւ այլն։ Ես նորից եմ այդ հարցին պատասխանում, որ այս պահի դրությամբ ամբողջ հարցն այն է, որ բոլոր հարցերով էլ մենք ուսումնասիրությունները կատարում ենք։ Դա համար ես ասում հատուկ այս պահի դրությամբ։ Հիմա քննարկումները ընթանում են բոլոր գործերով էլ առանձին գործեր կար, որոնք քննության ընթացքին մենք շարունակում ենք հետևել եւ այլն։ Դուք այնուամենայնիվ պաշտոնի նշանակում ասում եք, որ կաշկանդված չեք լինելու։ Իհարկե կաշկանդված չեմ։ Բայց հասարակության մեծամասնության։ Ահա։ Այնուամենայնիվ իշխանության Ոչ, դա այդպես չէ, դա ձեր դիրքորոշումն է։ Ես կաշկանդված չեմ որևէ կաշկանդվածություն չունեմ, թե հայտարարություններում, բայց ես ունեմ իմ կոնկրետ կարգավիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանը գործում է իր կարգավիճակի սահմաններում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը օրենք գոյություն ունի, այդ օրենքը կարգավորում է կոնկրետ լիազորություններ։ Եվ ես այդ դիրքերից եմ հանդես գալիս։ Դա այդպիսի հարց է, հնարավոր չի, քննությունից է նաև կախված։ Ես քննություն իրականացնող մարմինը մարդու իրավունքների պաշտպանը չէ։ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը մի քանի դրույթներով, այդ մասին կա նաև սահմանադրական դատարանի որոշում, ուղղակիորեն արգելում է մարդու իրավունքների պաշտպանին որևէ հայտարարություն արել, գործողություն կատարել այն բոլոր գործերով, որոնցով ընթանում է դատական վարույթ, ավելին մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը հստակ դրույթ ունի, որի համաձայն մարդու իրավունքների պաշտպանը չի քննարկում այն բողոքները, իրավունք էլ չունի քննարկելու, եթե դրանք ենթակա են լուծման դատական կարգով։ Միանշանակ է։ Մարդու իրավունքների պաշտպանը հեռացավ այդպես է չներկայացնելու սահմանադրական հանրապետի արդյունքները, դուք այդ մասով։ Այո, դա գտնվում է ամփոփման փուլում, առաջիկայում մենք կհրապարակենք պարտադիր։ Դա լինելու է, այո, վերլուծության գնահատականի տեսքով փաստաթղթավորված, դա կհրապարակվի։ մարդու իրավունքների պաշտպան։ Խանոմյանի հետ կապված, հա։ Ես այդ հարցին պատասխանել եմ այդտեղ, հա, ասեք, լսում։ Որ Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը այցելել է, Այո։ զրուցել է, հա։ Կարող եք ասեք, ունեք դուք տեղեկություն, ինչ են զրուցել։ Չէ, իհարկե չունեմ, հրապարակային հայտարարությունը մենք տեսել ենք արդեն կար, այնտեղ կարծում եմ արտահայտված էր, ես ավելին ոչինչ չեմ կարող ասել։ Հայաստանում նման դեպքեր է, հացեցի միջոցով ինչ որ բաների հասնելու, ինչ որ բաներ փոխելու, հա, ավանդույթ է դառնում ձեզ Հայաստանում, թե Գիտեք, ես ընդհանրապես կարող եմ ասել, որ ցանկացած դրսևորում, որը կապված է բռնության, ծեծի, դա ենթակա է միանշանակ դատապարտման եւ իրավասու մարմինները պետք է պարտադիր քննություն իրականացվեն։ Դրա ուղղությամբ պետք է պարտադիր կանխարգելիչ աշխատանք տարվի։ Մասնավորապես խոսքը վերաբերում է թե քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, որ համապատասխան գործերի քննության արդյունքում նաև համակարգային հարցի լուծման ուղղությամբ աշխատանք տարվի եւ այդտեղ այո կապված նաև այդ մարմինների գործունեության հետ այդտեղ կոնկրետ լիազորություններ ունի արդեն մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի Հանրապետությունում այն նման ընդհանրապես դեպքերը միշտ էլ եղել են նաև մարդու իրավունքների պաշտպանների ուշադրության ներքո եւ ես ինքս էլ պատրաստվում եմ բնականաբար դրանք ուշադրության ներքո պահել դա չափազանց կարեւոր խնդիր է վտանգավոր միտում կարող է լինել ժողովրդավարական զարգացումների համար եթե հանկարծ այդ ուղղությամբ զարգանա